մեկը մեկին միլիմետր առ միլիմետր նույնությամբ վերարտադրեց իր դատական ակտը, դատավճիռը ոչ մի բանով չէր տարբերվում դատախազության մեղադրական եզրակացությունից, որը ցույց է տալիս, որ մեր մոտ իրականում ցավոք մանավանդ առաջացանի դատարաններում արդարադատությունը լրիվ կառավարվող է եւ դատավորները ըստ էության չունեն դատավորին հարիր, ինքնուրույնություն եւ դատական որոշումներ ընդունելու ազատություն։ Ուստի կարելի է ենթադրել, որ դատավորը մոտապես գործելու է այն տրամաբանությամբ, որն այս պահանջել է դատախազությունը, ցավոք։ Բայց դա իմ ենթադրությունն է, նույնիսկ եմ ասում, որը հիմնված է իմ սեփական գործի վրա։ Այսինքն դատական լսումներին հետևելով տեսնում ենք, որ փաստարկները հերկվում են եւ ինչ-որ ուրիշ փաստակ չի բերվում եւ դատախազության միջնորդությունը վերջիվերջո կդառնա հիմք դատարանի համար։ Դե գիտեք, նույնիսկ եմ ասում, որովհետեւ դատավորը թե իրապես ժողովրդավարական երկրում, որտեղ դատական իշխանությունը անկախ է իշխանության մյուս թևերից, իրապես ժողովրդավարական երկրում դատավորը անկախ իսկապես անձա եւ փորձում է կշռել դրա համար աճը Ֆեմիդան ձեռքից կշռել երկու կողմերի փաստարկների կշիռը եւ իր որոշումը ընդունել խղճի, սեփական գիտակցության հիման վրա։ Բայց այստեղ տվյալ դեպքում մեր երկրում մանավանդ առաջի հայաստանի դատարանները մի քիչ տարբերություն կա այնուամենայնիվ ավելի բարձրացաներում, բայց մանավանդ առաջի հայաստանի դատարանները դատավորների մեծամասնությունը, էլ չեմ ուզում բոլորը պնդել, բայց մեծամասնությունը որոշակիորեն կաշկանդված են գործող իշխանությամբ, որովհետև ամեն մեկը ինչ-որ մի տեսակ կախվածություն ունի, եթե նույնիսկ չունի կախվածություն, վախեր ունի եւ այլն, դրա համար իրանք հաճախ այդ կշռքի նժարները կշռելուց մեղմ ասած մի նժար իրենց համար միշտ ավելի ծանր է եւ իրանք գնում են այդ նժարի կողմից։ Դա իշխանության նժարն է, որը տվյալ դեպքում արտահայտված է, ներկայացված է դատախազությամբ։ Չեք կարծում, եթե առաջին ատյանի դատարանը վերջո դատախազության պահանջով, դատախազության տեսակետով առաջնորդվի եւ Միքայել Սրբազանին մեղավոր ճանաչեն, վերաքննիչ դատարան դիմելու դեպքում ինչ-որ ուրիշ հանգամանքներ Միքայել Սրբազանի օգտին դատավճիռ կկայացվի ըստ։ Տեսեք, նորից էլի կանխատեսումները շատ անշնորհակալ գործ են։ Մանավանդ այսպիսի իրավիճակում, որում ակնհայտ է, որ ամբողջ դատավարությունը մինչև ուղղնոցուց քաղաքական է, չկա այստեղ իրավական փաստարկներ մեծ հաշվով, եւ որոշումները ընդունվում են քաղաքական տրամաբանության մեջ, ինչ-որ իմաստով դրանց շուրջը նաեւ ամենայն հավանականությամբ որոշակի նաեւ քաղաքական առևտուր է տեղի ունենում։ Ուստի այդ տրամաբանությամբ ես նույնիսկ կարող եմ հաղում կատարել իմ սեփական փորձի վրա։ Իմ սեփական փորձով առաջի հայաստանի դատարանը, երբ որ ընտրում էր խափանման միջոցը, ինձ կալանավորեց 3 ամսով, դրանից տարածություն 1 ամիս հետո վերաքննիչ դատարանը գրավով ինձ ազատ արձակեց, համարելով, որ առաջի հայաստանի դատարանի որոշումը ընդհանրապես խախտում է քրեադատավարական օրենսդրությունը, որով արգելված էր նույն անձին երկրորդ անգամ նույն գործով կալանավորել առանց լրացուցիչ հանգամանքների հայտ գալու, իսկ իմ դեպքում ես դա էր տեղի ունեցել։ Նույն գործով առանց որևէ լրացուցիչ հանգամանքների ես երկրորդ անգամ նույն գործով կալանավորվել էի, որը անթույլատրել էր։ Դրանից հետո նույն առաջի հայաստանի դատարանը ինձ մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց ազատության սահմանափակման, ոչ թե ազատազրկման, այլ ազատության սահմանափակման։ Վերաքննիչ դատարանը տվյալ դեպքում քննելով նույն գործը բեկանեց առաջի հայաստանի դատարանի որոշումը եւ ուղարկեց դա լրացուցիչ քննության այլ դատարանի կազմով, հա։ Հիմա տեսեք, ես չեմ բացառում, որ Միքայել Սրբազանի գործի դեպքում մենք ունենանք այդպիսի պատկեր։ Չեմ բացառում, որովհետեւ վերաքննիչ դատարանը ընդհանուր առմամբ վերաքննիչ քրեական դատարանը բազմաթիվ գործերի դեպքում դրսևորել է ինչ-որ իմաստով ինքնուրույնության եւ նաեւ իրավական գրագիտության, իրավական արժանապատվության ավելի բարձր մակարդակ։ Բայց դա նաեւ դատավորներից է կախված, կոնկրետ դատավորներից, թե որ դատավորները կլինեն, թե իրանց վրա ինչ ճնշում կլինի, թե ինչքանով իրանք կաշկանդված կլինեն կամ ընդհակառակը կաշկանդված չեն լինի եւ այլն։ Դա համար կանխատեսում պետք չի անել, բայց պետք է իսկապես հույս ունենալ առ Աստված, որ մենք դատական ավելի բարձր հայցաներում կարող ենք ունենալ ավելի անաչառ, ավելի անկողմնակալ դատախնություն։